Ինչ է նշանակում ամրացնել պետականություն։ Առաջերտի անվտանգություն, իսկ անվտանգությունը դա բանակն է եւ ռազմաքաղաքական դաշնակիցներ, պայմանագրեր, երկրորդը դա ազգային ինքնության ամրապնդում, երրորդը դա տնտեսությունն է եւ տնտեսությունը պետք է լինի ներառական եւ դրա հիմքում պետք է լինի բարենպաստ ներդրումային միջավայր։ Հաջորդ կարևոր բաղադրիչը դա ներքին կայունությունն է։ Իսկ ներքին կայունությունը ուղղակի հնարավորություն է տալիս կոնսոլիդացնել հանրության, այսպես էներգիան, հանրության հնարավորությունները, ներուժը պետական նպատակների հասնելու համար։ Այն դեպքում մեկն է եւ պատասխանատու է գրեթե գլոբալ առումով բոլոր ոլորտների համար։ Իսկ ինչ է արվում այսօր Հայաստանում այդ կարևոր բաղադրիչների վերաբերյալ։ Քայքայում են բանակը, արդեն ենթադրաբար քայքայել են ռազմաքաղաքական դաշնակցություն։ Մեր հասարակության մոտ այդպիսի միամիտների քանակը ուղղակի տոկոսային հարաբերակցությունը բավական մեծ է։ Ինչ է արվում ազգային ինքնությանը դուք տեսնում եք։ Հարձակվել են այդ ինքնության 3 ամենից կարևոր բաղադրիչների վրա։ Եկեղեցի, պատմություն եւ սիմվոլներ։ Երևի Հայաստանը առաջի երկիրն է, երբ տնտեսությունը զարգանում է, բայց աղքատությունը չի իջնում։ Ուրեմն ներառական չի։ Ներդրումային միջավայրը ուղղակի քայքայվել։ Ինչի համար է այս ամեն արվում։ Ինչն է մոտիվացիան։ Արվում է ճիշտ հակառակը նրան, ինչը հմուտ պետության առաջնորդը պետք է անի։ Միայն 3 տարբերակ է իհայտ գալիս։ Առաջինը, եթե երկրի առաջնորդը գործակալ է, երկրորդ տարբերակը, եթե երկրի առաջնորդը տգետ է եւ մեծամիտ, եւ երրորդ առաջարկը անում է մտածված եւ միտումնավոր։ Լինում են դեպքեր, հաճախ չեն լինում, շատ քիչ են լինում, երբ երկրի առաջնորդի ազնական շահերը չեն համընկնում կամ հակադրվում են երկրի իրական շահերին։ Գուցե հենց այս դեպքն է այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Քառասչորս օրյա պատերազմի ժամանակ հոկտեմբերի 18 առաջարկը կանգնեցնել պատերազմը, որը մերժվեց վարչապետի կողմից։ Պատերազմը չի կանգնեցրել մեկ պատճառով, որ իրեն դավաճան չասեն։ Երկրի շահերից է բխում, որ պարտված ղեկավարը հրաժարական տա, հնարավորություն տա, պես մաքրվել է պարտությունից եւ նոր առաջնորդ փորձի վերանորոգել այն խնդիրները, որոնք ծանրացել են երկրի վրա պարտության հետ կապված։ Երբ որ դու սկսում ես վրեժխնդրությամբ ապրել, սա նշանակում է, որ դու առաջ չես նայում։ Վրեժխնդրությունը միշտ կապված է հետ նայելու հետ։ Ես չեմ պատկերացնում օրինակ 7 կամ 8% տնտեսական աճ, որը չպետք է զուգորդվի աղքատության առնվազն 3% անկման հետ։ Եթե դա չի զուգորդվում, ուրեմն տնտեսական աճը կամ նկարած է, կամ այդ աճը, այդ աճի բարիքներից օգտվում են շատ նեղ շրջանակներ։ Ես այսօրվա աշխարհում ոչինչ չեմ բացառում։ Եվ դրական, եւ շատ բացառ։ Ուրեմն սխալ քայլերի պարագայում մենք կարող ենք եղածի վրա լիքը բան կորցնել, ճիշտ քայլերի դեպքում մենք կարող ենք որոշ մեր
երազած ինչ-որ հարցերի նաև լուծում ստանալ։ Եթե ոչ ամբողջական, ապա գոնե մասնակի։ Հայաստանի կազմում Բերլինի Կիևստում քննարկվում էր հենց Արցախը Հայաստանին միացնելու տարբերակը, դա էր սեղանի վրա եւ շատ մոտ էինք այդ տարբերակին։ Բայց մենք միակողմանի չէինք հրճակում, որովհետեւ այդ հրճակելը կնշանակեր մեկ բան. բանակցային գործընթացի ձախողում եւ պատերազմ հրահրելու առիթ։ 26 թվականի ընտրություններին։ Եթե կուսակցության ղեկավարը անձամբ ինքը ցուցակ չի մտնում, բայց կուսակցությունը մասնակցում է ընտրություններին, ուրեմն այդ մարդիկ փաստացի այո մասնակցում են ընտրություններին։ Վերջնական որոշումը չունենք ֆորմատների, բայց մեծ հավանականությամբ նաև կմասնակցեն։ Սպասենք երկրորդ գրքի։ Հույսով ենք։ Ասացիք, եթե ԿՊ-ն ընտրվի, եթեներ չկա։ ԿՊ-ն պետք է չընտրվի եւ ես պլան B չունեմ։ Իսկապես այդ պլան B ես չունեմ ու չեմ ուզում դրա մասին մտածել։ Եթե մենք ճիշտ աշխատենք, ԿՊ-ն վերընտրվելու շանս չունենալու։ ասեմ չեմ կարողացել կենտրոնանամ ուղղակի իրքը գրելու վրա, գիտեմ որ գրելու եմ, չեմ կարողացել մեկ պատճառով, ոնց որ սյուժեն ավարտված չի եւ Չգիտեմ, կյանքում իմ մոտեցում միշտ սա էր։ Մտել ես պայքարի մեջ, նույնիսկ մի նայր հետևից մարդ կա, թե մարդ չկա, դու առաջ գնա։ Հենց դու առաջ ես գնում, հետևից գալու են։ Բայց հաճախ անենք, շնորհակալություն։